Երևանի գրքային սրճարանները մաս 9-րդ։ Հենց հիմա սեյվարայեցրիլը, որովհետև դու հաստատ ուզելու ես գալ այստեղ։ Երբ մտնում ես ներս, թվում է թե շատ սովորական սրճարան է, բայց մի քիչ քայլում ես ու հայտնվում գրքային օազիսում։ Իսկ այս բազմոցին նստելը կախվածություն է առաջացնում ազնիվ խոսք։ Գիր կարդալու համար ավելի հարմար տեղ ես էլ չեմ պատկերացնում։ Ինձ միայն այստեղի համով լիմոնադը, պիցցան ու լռությունը։ Մենյուում ինչ ուզես կա, ու գները քեզ հաստատ հաճելիորեն զարմացնելու են։ Սրճարանը ի դեպ pet friendly է, ինչը ինձ համար արդեն 10-ից 100 է։ Իսկ բոլոր շունիկները այսպես բնական համովիկներ են նվեր ստանում։ Գիր կարդալու, դաս անելու, աշխատելու կամ ընկերների հետ մաֆիա կամ այլ սեղանի խաղեր խաղալու համար սա ուղղակի լավագույն տեղն է, որ դու կարաս գտնես Երևանում։ Էլ չեմ ասում, ինչքան սիրուն վիդեոներ կարաս նկարես այս ֆոնի վրա ու տեղադրես Instagram։ Ի դեպ, եթե նշես ինձ, անպայման կկիսվեմ քո վիդեոյով։ Ու այս ամենը քաղաքի սրտում։ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի անմիջապես դիմացը, Սարյան 4 հասցեում, Մանգո սրճարան։ Հիմա մի անգամ էլ ստուգի սեյվ արել ես, թե չէ, որ հանկարծ չկորցնես։